Մարդիկ ասում են խի ոչ մի որակյալ բան չի ստեղծվում, բայց փաստացի ստեղծվում է ու չեն նայում էլի։ Լավ YouTube-յան վիդեո production-ը հետաքրքիր լավ ձևով ոնց որ անես։ Մի հատ վիդեոն կարա արժենա 50-ից 100,000 դոլար ու ավել։ Հայաստանում ամենահայտնի մարդներն ես 20 րոպեանոց վիդեոյի համար 50,000 դոլար բյուջե չես կարող հավաքես։ Իմ նպատակը միշտ կինոն է, էլի։ Կինո ասելով դա կա սերիալ եղնի։ Այսինքն ինչ որ երկար ֆորմատ, որտեղ իր աշխարհը կա, իր հերոսները կան, իր պատմությունը կա ամբողջական։ Շատ կոնտենտ է Հայաստանում ստեղծվում ու տարբեր տեսակի, բայց շատ անգամ բանն է խնդիրը, էլի դիստրիբյուցիան, որտեվ հիմա հիմնականում ամենաշատ նայվում է այդ կարճ կոնտենտը։ Որ պատկերացնես թքած է օրինակ, մենք նկարում ենք օր ու գիշեր ու տառն է նստում այդ սաղից սարքում էր 20 քանի րոպե։ Այ շաբաթների գործ էր մի։ Հա, ասենք մարդը նստած սաղ օրը է դերամ առանց փող աշխատել, առանց հույս։ Բարև ձեզ։ Սա մեր այս տարվա առաջին ոդկասթն է։ Դες որ շնորհավոր ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Ու ցանկանում եմ որ լավ տարի լինի բոլորիս համար։ Վատ բաներ շատ տեղի չունենան, իսկ եթե տեղի ունենան, պատրաստ լինենք։ Ու ինչ որ սկսել եք անցած տարի, կարողանաք շարունակեք այս տարի։ Եթե չեք սկսել, այս տարի սկսեք նորը։ Ու չհանձնվեք, որ կարողանաք արդյունքը տեսնեք ու ինքներդ ձեզ ողջորեք։ Ու հենց դրա մասին էլ խոսել ենք այս ոդկասթում ռեժիսոր Արեն Ոսկանյանի հետ։ Խոսել ենք նաև Արենի նոր ստեղծած կերպարների մասին, օրինակ Վանաձորցի Լիպարիտի կոշկակար հոմոզված եմ շատերդ տեսել եք, խոսել ենք մեդիայի, ֆիլմերի, սերիալների, հասարակական տրամադրության, ու նաև այս ոդկասթում նշվել է շատ սերիալներ եւ ֆիլմեր, որոնք հաստատ կարող եք դիտել այս տոնական օրերին։ Դες որ վայելեք, բաժանորդագրվեք ու կարող եք նաև լայքել։ Եթե աշխատավարձ ստանում եք Ակբա բանկի միջոցով, ուրեմն ունեք առավելությունների մեծ փաթեթ։ Ակբայով աշխատավարձ ստանալը նշանակում է անվճար քարտեր, հատուկ պայմաններով վարկեր։ Այսինքն ոչ միայն փող, այլ իրական արժեք։ Մանրամասները Ակբա.am։ Ազույզ բարյոր։ Բարյոր ցավոտ։ Ոնց ես։ Լավ դու։ Լավ, մերսի շատ։ Ինչկա չկա։ Լավ, նորմալ։ Լավ տարի էր այս տարի։ Տարվա վերջը լավն էր, հա։ Իմ աշխատանքի բանի պահով արդյունքների։ Ինչ առումով որ Դե վիդեոներս լավ սկսեցին viral գնացիր։ հա աշխատել։ Բայց պատրաստվում ես դրան։ Հա, հոգեպես պատրաստ էի, որ մի օր կլինի, տենց մի բան։ Իսկ հենց վիդեոների նկարելուն շատ երկար էի պատրաստվում, բայց հոգեպես էլի։ Դա։ Տենց երկար մտածում էի ինչ անեմ, ինչ չանեմ։ Հետո տենց դուխ արեցի, մի բան արեցի։ Սկզբից այդքան էլ լավ չէր, բայց հետո գտա էլի կերպարներ ինչ որ հետաքրքիր են իրանք շատ։ Հա։ Մարդկանց հետ դուր եկավ ու լավ գնաց։ Հիմա քանի կերպար ունես։ Քանի ունեմ մի հատ սովետի պրոպագանդիստ Մելսիկ Կամսարը, ունեմ մի հատ Մոգարտաշ, Անդե մի հատ վիդեո ունեմ, որ շատ եմ սիրում կաշառքի մասին, այդ կերպարանուն չունի, տենց հատուկ կերպար չի, բայց իմ սիրած վիդեոներից է։ Ունեմ Լալա Հառաչին, ու անունը ես չեմ այդ կերպարի դրել, Անին ա դրել, իմ սիրելի հարազատ մարդկանցից մեկը։ Լալա Անի Տագեր, ինքը ֆոտոգրաֆ է։ Հա։ Լալա Հառաչ ինքն ա դրել այդ անունը։ Ու շատ եմ սիրել այդ անունը, շատ լավ անուն է։ Մեկ էլ դες վերջի երկու կերպարները Ջանքերին իմ ընկեր Տարոնի քեռուից անունն է, Ջանքերի, տենց իրաց տանն ենք նկարել, Ջանքերի ենք դրել իրա պատվին։ Այդ որ երեխուն տանում ա Լևի այդ քեռին, հա։ Հա, իրովականցի բիզիկ է։ Այսի շատ ուժեղ է։
Բայց որ այդ վիդեոն նայում եք, գիտես հիմա ինչի է ինքը տենց ստացված։ Այս որ նայում եմ մանկությունից աչքից դեռ Հա, գալի։ հա, Ամեն հայաթում տես մի հատ հոպար քերի կա որ դա սա։ հա, Արալի արիստերը։ կանչում կռուզի տան։ Բայց ես այդ կերպը չեմ սիրում։ Խի, բացական, հա։ Ոչ թե որ բացակ իմ կերպարները ասեմ, քեզ համասախ բացական կերպարներ են։ Ու այդ ուզում եմ այտենց լինի, էլի ոչ թե բացական, համ իրանց մեջ համեն կա, համեն էլի։ То есть պլոսկի կերպար չի, որ կոնկրետ սենց է։ Կարա հետո իր ուրիշ կողմը բացվի, լրիվ այտենց տարբեր փայլատակումներ ունենա, էլի։ Մեկը էս վերջի կերպար է, այդ կոշկակարը։ Հա, վերջի կերպարը լիպարիտը, որ շատ է սիրվել մարդկանց կողմից։ Այդքանն է ոնց որ եթե չեմ սխալվում։ Իսկ այդ կերպարները ոնց ես մտածում։ Բաներ կա, որ մտածում եմ, բաներ կա, որ տեսնում ես, հա։ տեսնում եմ, բաներ կա սպոնտան։ Օրինակ էս լիպարիտի կերպարը մի օր քայլում էինք ընկերներիս հետ, ես իմ ընկերն Արեկը, Տարոնը ու իր կինը Արփին Թքացի սաստավ։ Հա, հա։ Դες քայլում ենք ու ինչ որ տես բոցեր ենք անում, բան ու Նարեկը ինչ որ հարցեր ա տալիս, սկսում եմ այդ ձենով պատասխանել, բան, ասում եմ ինչ հարց տալիս ա, ասում եմ վաֆլի ուտենք, բան, ասենց ինչ որ։ Ու տեն շատ սպոնտան այդ կերպարը եղավ էլի։ Հետո մի հատ ուրիշ ընկեր ունեմ, Գոռը երաժիշտ, Գոռ Թադևոսյանը ջինջի։ Ասմա կոմիտաս մի հատ ինչ որ մարդ կա ոնց որ ինքը տես փող ավակում ու հենց այդ ասում որ վաֆլի եմ ուզում առնեմ ուտեմ։ Դրա հենց կոնկրետ մարկա ասենք արաղի փողա չէ ուզում կամ եսի։ Ու ես մի մտածում եմ որ կարող է էլի ես էլ եմ հանդիպել, տենց ընկել ասենք ենթագիտակցությունս, բայց վստահ չեմ էլի երազի պես բան է ոնց որ ես չեմ հիշում այդ ամեն ինչը, բայց կարող է եղել вообще վստահ չեմ էլ։ Այտենց բաներ կա, ոնց որ Աստված տա էլի, սենց չեմ կարող ասեմ։ Բայց սպասում եք որ այդ լիպարիտը տենց կտարածվի։ Ես գմեի որ ինքը ուժեղ կերպար է։ Ու սպասում էի որ ընդհանրապես իմ արած գործը կտարածվի, բայց արագությանը չէի սպասում, շատ արագ եղավ։ Ես միջև մի դաժե տենց միջև վերջ չեմ գիտակցում ինչքան է տարածվել, բայց շատ։ Հա, բայց որ ասենք մեմա դառնեն, որ համազգային մեմա դառնեն, որ շատ քիչ մարդ կա որ չի տեսել իրան։ Այդ արագությամբ քիչ բան է տարածվում ու նոր բաներ։ Շուտվանից տենց նոր կերպար չկար հայկական մեդիայում։ Հա, ոնց որ իմ նպատակներից մեկն է հենց նոր բաներ անելն է, էլի։ Այդ տենց շատ խորը դրած կա, էլի։ Հա։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Բայց մարդիկ կան ասում են բանին անման, այդ Լապենկո։ Հա, ոգեշնչվածություն կա, ես չեմ այդ հակցնում, բայց էսթետիկայի առումով է բանը, էլի ոգեշնչվածությունը։ Հա, չէ, կոնտենտի մասով լրիվ ուրիշ է։ Կոնտենտի մասով ես լրիվ իմն եմ անում, էլի։ Մաքուր Կիրովականսկի։ Հա։ Բայց հիշում ես որ խոսում ենք որ այդ կերպարին լրիվությամբ մենակ Կիրովականցին կարող հասկանա։ Հա, ինձ թվում է կա տես բան։ Որովհետև Կիրովական կան էլի ինչ որ տենց տարօրինակ շատ կերպարներ։ Կարող է Երևան էլ կա, ուղղակի որ մեծ է Երևանը, տենց չես կարող տենաս էլի, իսկ այնտեղ շատ ակնհայտ ու տենց տարօրինակ կերպարներ կան, դաժե այնց որ ափսոս չեմ կարա խաղամ օրինակ, ինձ թվում է, տենց կերպարներ կան, որ չես կարող արտահայտես էլի։ Հետաքրքիր է Կիրովական всё-таки բանը տենց շատ կոնտրաստների քաղաք է։ Ու բանալ ինքը տենց առանձին աշխարհ է էլի։
ոնց հա չէ կինոները, խաղերը, գրքերը, տենց աշխարհներ են չէ, գիրովական տենց մի հատ աշխարհ ու պետք է մեջը լես որ ջոգես այդ ինչա էլի, այդ սաղ կապերը տենաս, այդ ատմոսֆերան զգաս էլի։ Հա։ Գողականները մեկ է բան, մետալիստ ռոկերները իրար հետ նորմալ ապրում են։ Հա։ Հա, շատ տարբեր ձևի մարդիկ կան։ Ու բացի այդ էլ բանը ինքը հենց տենց ինչ որ բան ունի էլի քաղաքը։ Ատմոսֆերա ունի էլի, չեմ կարա բացատրեմ։ Ստե ես երբեք չեմ զգում այդ Երևանը։ Դե մեծ քաղաք է, մեծ քաղաքներում է դժվար է զգալը։ Հա, կարա դրանից լինի։ Բայց ես որ մտնում եմ ընդ լրիվ ուրիշ մարդ ոնց որ դառնամ էլի, սենց հենց անցա այն բան այն որ սպիտակից մտար նոր։ Հա։ Սենց լրիվ փոխվում ա մեջս։ Ինչ որ հոտեր եմ զգում, որ չէի զգում օրինակ։ Սենց ինչ որ բան է, տարօրինակ բաներ ա այդ սկսում կատարվել։ Դե բանն է էլի, տունն է, Հա, всё-таки տունն է։ երևի էդ ա էլի։ Ամեն մարդու համար իր տունը ոնց որ տարբերվում է։ Հիմա կարող է Երևանում է բաներ կա, որ ես ու դու չենք տենում, բայց օրինակ Երևանի Աբովյան փողոցի վրա մեծացած մարդը տեսնում է կամ զգում է։ Հա, երևի։ Ես օրինակ Կիրովական չեմ մեծացել, գյուղում եմ մեծացել, այդ Գուգար գյուղ կա կպած հենց։ Դե կպած է այդ։ Հա։ Նու մի կարծեմ դաժե հենց թաղամասը համարում։ Բայց այդ բաներս, ոնց որ զգացումներս հենց Կիրովական հետ է կապված, չգիտեմ խի։ Հա, վիդեոների մեջ էլ է շատ երևում Կիրովականը։ Հա, Շատ է երևում։ հա։ Զգացվում է քաղաքը էլի։ Հա, ու ես կուզեմ հենց այդ ինչ էս ամեն ինչը ոնց զարգանա, կուզեմ հենց ընդ ըլնի իրա պատմած։ Ասենք ինչ է դառնա էսի, օրինակ չգիտեմ, ֆիլմ կամ սերիալ կամ սիտկոմ, Հա, ինքը հա։ լելով Վանաձորում Կիրովականում։ Ես շատ կուզեմ, որը տենց լինի։ Որովհետև ոնց որ այդ աշխարհի մի մասն է, էլի։ Ասենք այդ լիպարիտը ինքը Կիրովականցիա ունդ է ապրում։ Ոնց որ պետք է ինդ լինի, էլի։ Հա, դից անես։ Հա։ Կարողնակ բան է, Կիքորի նման խոպան գնա։ Հա, կարա ինքը տեղափոխվի, բան, բայց այդ է իր ապրելու տեղը, ասենք Ջանքերին ընդ է ապրում։ Իրանք ասենք մեկը խիմզավոցիա, մեկը ջունգլիներցի։ Կավա հերրու բարեկամներ են կարող է, էլի։ Շատ հնարավոր է։ Հա։ Բայց ինչ ես ուզում սարքես սա մեջը։ Ես դե ով ինչ չգիտի, տենց իմ մասին ռեժիսոր եմ ու իմ նպատակը միշտ կինոն է, էլի։ Կինո ասելով դա կա սերիալ եղնի կարա, այսինքն ինչ որ երկար բան որտեղ Ֆորմատ, հա։ երկար ֆորմատ, որտեղ իր աշխարհը կա, իր հերոսները կան, իր պատմությունը կա ամբողջական։ Այս պահի դրությամբ աշխարհի բաներին նայելով եւ ամենահարմար ֆորմատը սերիալն է։ Հա։ Կինոն արդեն ոնց որ այդքան էլ հարմար ֆորմատ չի էլի։ Հա, ու արագ է կինոն մի անգամ արեցիր։ Հա։ Հետ օրինակ ես էլ նայելուց այդ շատ սխալ բան է իմ համար, բայց ես սերիալներ եմ շատ նայում ավելի շատ, քան կինոներ, որովհետեւ որ դու ինչ որ հերոսների հետ կապվում ես, կամ այդ աշխարհի ուզում ես դրա մեջ շատ մնաս էլի։ Հա։ Ես մի հատ բան եմ սերիալ եմ նայում, այդ Apple-ի թազա սերիալը Prelibus։ Տենց է ոնց որ ճիշտ ասում, ճիշտ ասեցի։ Չգիտեմ, այդ ինչ սերիալ։ Ֆանտաստիկ սերիալ է, շատ շուտ ֆանես, տենց լավ սերիալ չեմ նայում, որ իրոք սպասում եմ որ փաթորը գա, որ թազա սերիալ տենա։ Հա։ Շատ հետաքրքիր կերպարներ են ու ընդհանրապես սերիալը շատ հետաքրքիր։ Հա։ Ու այնտեղ հետաքրքիր է նա, որ մի հատ կերպար է հայտնվում 4-րդ օրը 5-րդ սերիալից, որ ամեն սերիալում կա, բայց 2-3 բառ ասում։ Բայց կերպարին նենց են ստացվում, այդ տղեն նենց է խաղում, որ առանց իրան լսելու դու իր հետ կապնվում ես, սպասում ես թե նա ուր կհասնի, ինչ կանի։ Ու այդ շատ հետաքրքիր է, երբ որ կարողանում են տենց ուժեղ կերպարներ ստեղծեն։
Անգամ մեկ-մեկ բան այդ չար կերպարներին է սիրում։ Հա, Օրինակ բանը Նոլանի Բեթմենի Ջոկերը կամ հա, Տոմ Հարցին բանը որներ ինչ էր դեր։ Տոմ Հարցի հերոսյանն ինչ էր։ չեմ հիշում, Բեյնը։ հա։ Դե որովհետև իրանք տափակ կերպարներ չեն, էլի։ Հա, բազմակողմանի են։ Տենց սև ու սպիտակ չի, իրան պատմությունը ունի ու ինքը որ հասնում է այդ չարությանը կամ բանին, չարագործություններին, դու հասկանում ես ինչը բերեց իրան այդտեղ հասցրեց, էլի։ Հա, որ sense նայում ես, մտածում ես, որ այդ ամեն ինչի մեջով անցներ, դու կարող ես տենց դառներ։ Հա։ Էդ է էլի, այդ կինոյի բանը, արվեստի, որ այդ համապրումը անում ես հերոսի հետ, էլի։ Հա։ Մինչև այս ամեն ինչը ես հիշում եմ բանը թքածն էի կանում։ Հա։ Ասի թքածը շատ ուժեղ պրոյեկտ էր։ Թքածը իմ ու իմ ընկերների սրտի մեջ եւի այտենց շատ մեծ տեղ ունի։ Մի էպիզոդում ես եկա։ Հա, ծմերուկ ես առնում ես։ Հպարտանալ բան արի։ Այդ ոնց սկսեցիք, իսկ պատմի էլի, ինքն է շատ լավ պրոյեկտ էր, բայց այտենց շատ թափ չարավ, օրինակ շատ մարդ չնայեց։ Ինքը սկսեց էլի շատ սպոնտան, այսինքն մտքեր կար ինչ-որ բաներ անելու։ Կարելի ասել որ ինքը բանը reality show էր։ Կարանք տենց ասենք, մենք ոնց որ մինչև վերջը չկողնորոշվեցինք իրան ինչ ասենք reality show, ասենք YouTube սերիալ, ամեն ձև ասում ենք իրան, որովհետև մենք էլ չջոգեցինք կոնկրետ ինչը, հա։ Ու էլի նոր բան էր։ Հա։ Տենց էլի մտածում ենք ինչ-որ բան անենք ու ապրում եմ ես այդ տանը մամայի հետ։ Ուրիշ ընկերների հետ իրանք գնացին, հետո Տարոնը եկավ, հետո Նարեկը եկավ ու սենց մի օր շատ սենց անհույս վիճակ ա, Նարեկի հետ խոսացինք, ասում եմ արի մի բան անենք, ինքն է ասում սենց բան եմ տեսել, որ քուրս ասում բան ա ուղարկե, ինչ որ քաչալ մարդ ասում վազեք, առավոտը շնորհակալություն հայտնեք, մեկ էլ ինչ կար, մի պունկտ կար։ Հա, մի խոսքով։ Դեյվիդ Գոգինսին ա տեսա։ Հա? Դեյվիդ Գոգինսին ա տեսա։ Չգիտեմ ես։ Քաչալ մարդ։ Մենք ընդ իրա նկատեն, մենք գրում ենք քաչալ, մենք չենք խորանում այդով, այլ։ Որովհետև այդ կարևոր չէր այդ մեր համար, էլի, ոնց որ մենք այդ սկսել ենք այդ challenge-ը, որ պետք է վազենք առավոտները 5-ից արդեն, որ իբր մեր կյանքը լավանա ու մենք կինոներ նկարենք, էլի ամեն դեպքում ոնց որ մեր վերջնական նպատակը կինոներ նկարելն էր ու համե թքած ինքը իրանով կինո էր, էլի, տենց։ Ու տենց ուղակի Նարեկը հավաքում է սաղին, ասում է եկեք խոսալու բան կա, ասենց Տարոնը դե աջալով գալիս է բան, ինչ-որ դեպրեսիայի մեջից էլի։ Ու տես կամերան պրոստը միացնում դնում ենք ու սկսում է այդ օրվանից։ Ու տենց առաջ էպիզոդը արեցինք, գցեցինք, մարդիկ ահագին նայեցին բան, ոգևորվեցինք ու տենց։ Քանի տարի արիք։ Տարի ու կես 2 եթե չեմ սխալ։ Սաղով իրար հետ ապրում եք, նկարում եք, մոնտաժ եք անում։ Մոնտաժը Տարոնն էր անում սաղ ու այդ շատ ահռելի գործ է էլի որ արել է։ Ես օրինակ չէի ձգի այդքան։ Դե հա, այրոք մեծ է։ Հա։ Հա, սաղովի ապրում ենք, սաղովի իրար ծերից խլելով նկարում ենք։ Տենց լավ վախտեր էր։ Համ շատ դաժան էր, համ շատ կայֆ էր։ Ինչ էր դաժան։ Փող չկար։ Փող չկար, լիքը պրոբլեմներ կային, հետո եկավ այդ կովիդը, պատերազմը սկսեց, պատերազմի վաղ տենց լրիվ բան եղանք էլի, կոտրվեցինք, մի տեսակ անիմաստ դառավ այն ինչ անում էինք, տենց էլի։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում,
հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Հետաքրքիր է, չէ՞ ինչ որ անում ես ժամանակի կոնտեքստով ինչքան կարևոր է էլի։ Հա, Մի փոքր բան փոխվում է, մի ճարազատ կարող անիմաստ դառնա։ Չնայած ես մյուս կողմից մտածում եմ, որ երբեք անիմաստ չի։ Ինքը քայլա, որը տանելու է ուրիշ բանի։ անիմաստ չեն իմաստով, որ մինչև մի մարդիկ ասում են նայում ենք կամ նայել ենք շատ հավես է։ Շատ տարիքով փոքր մարդիկ էլի, ինձանից փոքր, ասենք 10-19 տարեկան։ հա, դե ճիշտ է, անդադ բան ծխում ենք, բանը լավ չի երևի, որ ռոմանտիզացնում ենք էլի այդ բաները, բայց մեկ ան դե լիքը լավ բաներ կա, то есть Հա։ Դե իրական է։ հա, էլի ոնց որ հետո ես դեմել եմ, որ տենց չլինի տենց բաներ էլի, կինոյա ինքը, всё-таки։ Բայց մի հատ է ինչ որ բան նկարացիք, չէ՞ որ Կիրովականում գերեզման էի սարքում։ Թե դու չէի նկարում։ Այդ Տիգոնա իմ ընկեր Տիգրանն էր։ Բուն TV-ին Բուն TV-ի հետ։ Բուն TV-ին ոնց որ պատվիրեց Տիգրանից, որ նկարի այդ, կոչվում է բուլկի կլնենք, Հա։ ու ես այդ շատ եմ սիրում ու շատ եմ ափսոսում, որ քիչ մարդ ա նայել, որովհետև ինքը շատ ուժեղ բան է։ Դրա մոնտաժն է ես եմ արել, էլի։ Դա ես հիշում եմ, որ Հա։ պրոյեկտ այդ Ինքը շատ ուժեղ բան է նրանով, որ Տիգոն ոնց որ վերցրել է մարդկանց սովորական, ասենք, լրիվ ոչ մեդիայի մարդկանց էլի նկատի ունի։ Ու պրոստը նկարել է ու շատ հետաքրքիր ձևի են բացվել այդ մարդիկ էլի։ Բայց իրանք գիտեն, որ նկարվում են։ Հա, ոչ չգիտեն։ Բայց հետո եղել է տենց Գերեզման փորողը, որ խոսում է, տենց շատ հետաքրքիր է, ինչ էր ասում։ տարբեր ընդ նայ գերեզման փորողի հետ կա մի հատ ուրիշ մարդ, Լևոն է իր անունը, ինքն էլ է Վանաձորից։ Լևոնը ոնց որ լրիվ դեմ է կապիտալիստական աշխարհայացքին, փողի պաշտամունքին եւ այլն բանկերին, իսկ այս գերեզմանափորը ոնց որ իր խոսալու շրջանակը ահագին հենց փողի մասին է բան ու ոնց որ այնի գերեզմանափորը, այս Լևոնն է, ասենց վերևը կանգնած, այնի փոսի մեջ, էսի վերևը կանգնած, դες մորուքով սրբի նման։ Բանան, ոնց որ գլխին ճառա կարդում էլի, սենց ու այդ իրանց կոնտրաստը շատ հետաքրքիր է, էլի, այնի ոնց որ սենց սուրբ մարդը լինի, այնի քֆուրներով, բաներով, սենց ինչ որ իր փոսն է փորում էլի։ Ու ես շատ եմ ափսոսում, որ քիչ մարդ է նայում այդ, որովհետև ինքը արժանի է, որ լավն է, էլի, հենց իրոք լավն է։ Բայց հետաքրքիր է, չէ՞ որ օրինակ մտածել ես, ինչն է ստիպում, որ մի բան շատ տարածվում է, ուրիշ բանը չէ։ Օրինակ այդ բուլկիլնեմն է, թքածն է, իրանք նոր ու հետաքրքիր բաներ էին։ Բայց շատ տարածում չստացան, բայց օրինակ լիպարիտը ստացավ։ Հետաքրքիր է ֆորմատը, տևողությունը, ժամանակը, որ ինքը դուրս է եկել, այդ օրվա հասարակական տրամադրությունները եւ սաղ կապ ունի էլի։ Հա, ինձ էլ է տենց թվում, որ ամեն ինչ կապ ունի։ Նախ լիպարիտը ավելի հասանելի է ինձ թվում է բոլորին։ Ընդ նենց բան չկա էլի, երևի որ հասանելի չի։ Կա ինչ որ տենց թաքնված հումորներ բաներ կա, որ հա բոլորը չեն տենում, բայց մեկը անդե լիքը ուրիշ բաներ կա, որ բոլորին հասանելի է։ Իսկ թքածը օրինակ ինքը շատ տենց underground բան է, էլի։ Լրիվ underground է, բայց underground-ը մեկ-մեկ mainstream է դառնում։ Հա։ Ու դաժե վախենալու է, որ ինքը բան դառնա, էլի, չեմ պատկերացնում տակը ինչեր կարան օրինակ գրել։ Եթե Ռուսաստանի 60-ից կանանց ձեռը հաստատ կգրեր լիքը վատ բաներ։ Ժամանակի իմաստով էլ օրինակ նայ այդ նույն ստենդափը, որ եկավ սկսեց տարածվել բան, պատկերացրա թքածը միաժամանակ լներ դրան։ Ինձ թվում է այդ կազդեր նրա վրա, էլի։ Հա։ Որովհետև իրանք սկզբունքորեն կարող նույն բանը չեն, բայց ահագին
նմանություններ կա արտահայտչամիջոցների մեջ, էլի, որ եթե մարդը սկսեց ընկալել, կարա այն էլ ընկալի։ Հա, ոնց որ առաջինը ով կբացի այդ դուռը, էլի, կոպիտ ասած։ Հա։ Մենք մեր ուժերով ինչքան կարեցանք, ոնց որ բան արեցինք, հետո տենանք ոնց կգնա, էլի լավ կգնի։ Դե բանն էլ էլի ռիոռեջն է տարիներ շարունակ Հա, մի 1000 հոգի մարդ էր նա։ հա, Մինչև մարդիկ չհասկացան ոդկաստ բառը կամ իմացան ոդկաստ բառը ու ֆորմատը, ու անպայման չի որ մեզնից են իմացել։ Կարող է ռուսական են լսել, ամերիկյան են լսել կամ հենց մեզ են առաջինն են լսել, հետո լիքը հայկականներ կան։ հա։ Ու տենց ոնց որ մեդիան սկսեց տարածվի։ Ուղղակի դու Մեզ համել այդ հետևողականորեն արեցիր, չկանգնեցիր։ Պոդկասթի մեջ այդ շատ կարևոր է, դու չես կարող իրան կիսատ թողես։ Եթե ուզում ես որ հաջողի, պետք է անընդհատ անես։ Հա։ Հետո արտադրության տեսանկյունից ավելի բանա, ոնց որ Էժանա։ բացի էժանը, տենց աշխատատար չի շատ, իսկ ֆիլմերը շատ աշխատատար, թեկուզ այդ YouTube-ի բաները էլի։ Դե հա մենք օրինակ ելնում է որ մի հատ Instagram-ի 40 րոպե 40 վայրկյանոց ռիլի վրա ավելի շատ աշխատենք, Հա։ քան մի հատ 2 ժամանոց էպիզոդի։ Հա։ Մոնտաժի առումով եմ ասում։ Հա, էլի, ես էլ եմ այդ ասում, զուտ տեխնիկական աշխատանք։ Պատրաստվելը չգիտեմ մի ամիս տևի, բայց տեխնիկական մասը ինքը հեշտ է։ Ես էլ եմ զուտ տեխնիկական մասով ասում, որ պատկաստնես թքած է օրինակ, մենք նկարում ենք օր ու գիշեր ու տարուն է նստում այդ սաղից սարքում էր 20 քանի րոպե։ Այ շաբաթների գործ էր մի։ Հա, ասենք մարդը նստած սաղ օրը այդ էր առանց փող աշխատել, առանց հույս, առանց բան էլի։ Բայց ի՞նչն է ստիպը որ այդքան անեք ու առանց պատկերացման ոնց կարա դա փող բերի կամ вообще փող կբերի թե չէ։ Դե ուզում ենք անենք, չենք կարա չանենք այդ բանը։ Չնայած այդ նույն հարցը ինձ է կարում։ Հա, այդ միակ բանն էր, որ մեզ շարժում էր այդ բանին, որովհետև վատ վիճակ էր սաղից մոտ էլի։ Ինչ առումով մենակ ֆինանսական թե Չէ, փողի մասը խոսացինք, էլ ինչ առումով հետաքրքիր այդ ազդում է ստեղծագործելու վրա։ Ստեղծագործական իմաստով կարող է էլի, որովհետև ստեղծագործող մարդու համար ինձ թվում է այդ կար ավելի կարևոր լինի, քան փողը։ То есть ինչ որ բան անելու ուղակի ձգտումը, քան փողը էլի։ Այնպես բահեր, որ պետք է արվեր անում ենք, սենց ասեմ, չգիտեմ ոնց կամ ավելի լավ բացատրեմ։ Չէ, ես գիտակցում եմ այսօր հենց այդ թեմով ենք խոսում, որ անելը միշտ ամենալավ տարբերակն է։ Հա։ Անստել մտածելով շատ հարց չի լուծվում։ Հա։ Ու պլյուս երբ որ սկսում ես անես, հասկանում ես, որ շատ բաներ դու սխալ ես պատկերացրել։ Լրիվ ձև կարա գնա, դու քո գնա հնարավորությունները կարա գերագնահատել ես կամ թերագնահատել ես։ Հա։ Ու անելու ընթացքում շատ բան ես սովորում, փոխվում, կոփվում։ Հա, այդ օրինակ այդ թքածը հենց այտենց մեծ ոնց որ դպրոց էր էլի մեր համար։ Լիքը բան մենք հասկացանք ամեքս մեր համար ինձ թվում է։ Հասկացա։ Բուն TV-ը ինչ ես իմանում։ Երկու ժամ Բուն TV-ը մեզ չէ աշխատել։ Հա, աշխատել եմ մոտ 2 տարի կամ ավել։ Այս պահին ոչ մի պրոյեկտ չունեմ, որ անում եմ, բայց լիքը բաներ եմ արել, թե որպես ռեժիսոր, թե որպես մոնտաժող։ Որպես ռեժիսոր մի քանի մեծ պրոյեկտ եմ արել, մեկը բանն էր, այս վերջիններից ազատագրված տղամարդիկ էր շարքի անունը, ու հենց ոնց որ դրա մասին է էլի կարծատիպեր կոտրելու եւ այլնի էլի, որ տղամարդը կարա սենց էլ լինի օրինակ։ Այդտենց ոչ տրադիցիոն տղամարդկանց։ Հա, օրինակ ամոթ չէ էլի որ տղամարդը իր երեխուն բան անի։ Պամպերս կփոխի։ Հա, էլի, ասենք այդ կարգի։ Կամ աման կլվա։ Հա, հա։ Տենց ֆիլմաշար էր, որ ահագին նայվեց, մարդիկ ահագին նայեցին։ Էլ ինչ եմ արել, ահագին բաներ եմ արել, սենց ժողովրդավարության մասին չասեմ, բայց ժողովրդավարության, հա, էլի, տենց չգիտեմ ոնց ճիշտ ձևակերպեմ, ժողովրդավարության ինստիտուտների տարբեր տենց բաներին ենք անդրադարձել ֆիլմաշարեր էլի, ինձ կլինի
հանքարդյունաբերություն, ընդ է կլինի ինչ կարել ընտրություններ Հա։ ու տենց չեմ հիշում մի սաղ էս պահին էլի տենց ֆիլմաշար էր ես իմ չեմ հիշում շատ բաներ բայց շատ եմ աշխատել դե Իսկ հիմա շատ են առաջարկներ գալի, որ տենց տարածվեց քո այս նոր կերպարները։ Հա, մի հատ է բան ասեմ ու նոր այդ հարցի տանդրադառնամ Boom TV մասին, էլի։ Ինքն էլ էլի են քիչ բաներից, հա, որ ընենց բաներ ա ստեղծում, որ շատ լավ կլներ մարդիկ նայեն շատ, բայց էլի մեծ տարածում շատ բաներ չի գտնում, դե լավ դասախոսություններ կա եւ այլն, ափսոս ա շատ էլի Հա։ նայել։ Boom TV-ով ես դասախոսություններ նայել եմ, այնտեղ հետաքրքիր Հա։ նյութեր շատ կա։ Ոնց որ հետաքրքիր նյութեր է իրոք ու ասենք մարդիկ ասում են խի ոչ մի որակյալ բան չի ստեղծվում, բայց փաստացի ստեղծվում է ու չեն նայում էլի, սենց։ Դե շատ բան է ստեղծվում, օրինակ տես այդ թքածի մասին է խոսեցինք, այդ Bulkilnem-ը, Հա։ այդ ինչ տղամարդ, ազատ տգերված Հա։ տղամարդիկ, չնայած շատ կոնտենտ է Հայաստանում ստեղծվում ու տարբեր տեսակի, բայց շատ անգամ բանն է խնդիրը, էլի դիստրիբյուցիան։ Հա։ Որտեվ հիմա հիմնականում ամենաշատ նայվում է այդ կարճ կոնտենտը, որ դու 40 վայրկյանում շատ դժվար է ինչ-որ բան մարդուն հասցնել, էլի։ Հետո ինձ թվում է մարդկանց էլ ամեն ինչ չի որ հետաքրքիր է ցավոք սրտի, էլի։ Դե հա։ Ոնց որ հետաքրքրասիրություն որպես այդպեսին չկա, էլ։ Դե նա օրինակ, բայց YouTube-յան ալիքներ կան ամերիկյան, օրինակ, չգիտեմ, Վիրատասյումը, ինքը տենց pop նաուկա է, pop գիտություն։ Ու շատ են նայում։ 10 միլիոն, 20 միլիոն, 30 միլիոն կամ ռուսականներից են մեծ տղա կարող է, որ հիմա Ռուսաստան cancel են անում topless։ Հա։ Ինքն էլ տենց միլիոնավոր դիտումներ է հավաքում։ Նաև երևի շատ անգամ մարդիկ ուզում են, որ այն գիտելիքը, որ իրանք չգիտեն, որ իրանք հետաքրքիր է, հետաքրքիր ձևով որ մատուցես, ավելի ինտերակտիվ մարդիկ կարող են այն։ Որտեվ YouTube-ը ոնց ուզում ես պատտի, ինքը entertainment է, էլի։ Հա։ Դու անգամ եթե գիտական թեմայով ոդքասթ ես լսում կամ ինչ-որ կարճ հաղորդում ես նայում, ինչ-որ առումով նաև ժամ անցա։ Դե հա։ Ուղղակի խնդիրը ոնց որ այդ համաձայն եմ լրիվ, ուղղակի հաստամացես փակ բան է գալիս, փակ շրջան է դառնում ինքը, որ ուզում ես հետաքրքիր ձև անես ինչ-որ բան, դրա համար բյուջե չկա։ Դրա համար դու պետք է քո սաղ կրեատիվը կամ բանը դնես, որ առանց բյուջե լավ բան անես, ընենց որ համ հետաքրքրի, համ էժան լինի կամ ձրիկ դաժե լինի։ Էդ էլ արդեն ինձ թվում է շատ է բարդանում, էլի խնդիրը, ամեն մեկը պատրաստ չի այդ խնդիրները իր վրա վերցնի ու անի։ Դե հա, այդ թեմայով մի քիչ Ռաֆոյի հետ էլ էինք խոսացել կինոդարանի։ Նա օրինակ, չգիտեմ, լավ YouTube-յան վիդեո production-ը հետաքրքիր լավ ձևով ոնց որ անես, ոնց օրինակ, չգիտեմ, Վարատասյումն անում կամ մնացածները, որ անունները տվեցինք, մի հատ վիդեոն կարա արժենա, չգիտեմ, 50-ից 100,000 դոլար ու ավել։ Հայաստանում դու ով ուզում ես եղի, ամենահայտնի մարդներն ես, 20 րոպեանոց վիդեոյի համար 50,000 դոլար բյուջե չես կարող հավաքես։ Հա, էդ է, էլի։ Չես կարող, անհնար է, ոչ մի գովազդատու այդքան փող չի տա։ Որտեվ նախ այդքան աուդիտորիա չտա, այդ գովազդատունը հիմար չի, օքեյ 50,000 դոլար տվեցից այդ 20 րոպեանոց վիդեոից այդ ինչ պետքա հետ գա, որ ինքը այդ գումարները հանի։ Կամ այդ շատ հարուստ ընկերություն պետքա ունենա, որ այդպես ինչ որ հատուկ ռեպուտացիոն հարցեր է ուզում լուծի, դա մի քանի անգամ կարա այդպես բան լինի, բայց սիստեմատիկ ոնց որ օրինակ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում չի կարող, որտեղ մեր շուկան փոքր է։ Մենք պետքա գիտակցենք այդ, որ Հայաստանում նույն որակի կոնտենտ չես կարող ստանալ, ոնց որ Ամերիկայում, Ռուսաստանում, որտեղ անգլերեն նայող
կոնտենտը հասնում է համարյա 1 միլիարդի։ 1 միլիարդ մարդ։ Ռուսերենը հասնում է համարյա 400 միլիոնի, որտեղ ռուսերեն խոսացող ազգերն էլ շատ, օրինակ Հայաստանում ես զարմացել եմ, բան ցույց տվեցին, հետազոտության արդյունք պարզվեց Հայաստանի բնակչության կեսը համարյա ռուսերենով ամեն օր նորություն անում կամ ինչ-որ կոնտենտ։ Կեսը։ Հա։ Հա, ես ավելի շատ էի սպասում։ Կեսից ավելը Հա։ ռուսերենով կոնտենտ նայում են Հայաստանում։ Հա։ Այսինքն պարզ է, չէ՞ որ եթե մի քանի 100 միլիոն հոգի կարա նայ այդ վիդեոն պոտենցիալ, դա բյուջեներն էլ են ուրիշ, որտեվ դու շատ ավելի մեծ շուկայի ես հասնում ու կարաս քո ապրանքը վաճառես։ Դե դրա համար դժվար է էլի այստեղ հայալեզու բանով մրցակցելը։ Հա, դժվար է շատ էլի, իրականում իրոք դժվար է։ Չէ, հաստատ դժվար է։ Շատ դժվար է։ Ես առաջ մեղադրում եմ, բայց հետո ներսից հասկացա ոնց այս ամենը չաշխատում ու իրականում ինչքան նեղա բյուջեները, բարձրալի որ արդյունքներ է սա։ Հա, իմ մոտ էլ է տենց եղել, որ ես էլ բողոքում էինք, հա։ Հա, ընդ ինչ հարցրեցի, ես այն որ ասեցի, կանդրադառնանք էսա։ Առաջարկներին, շատ առաջարկներ գալի հիմա։ Համագործակցության, չգիտեմ, ռիլ նկարելու։ Հա, գալիս է շատ, բայց ես մեծ մասը մերժում եմ այս պահին, որովհետև համ չեմ ուզում չտեսություն անեմ ոնց որ էլի։ Համ լիքը բաներ կա, ես հասկանում եմ, որ սա ինձ այս պահին կարող է, հա, նենց չի փողի կարիք չունեմ, էլի, ունեմ շատ, բայց գտնում եմ, որ ավելի լավ է այս պահին ես այդ չանեմ, որովհետև էդի նախ մի տեսակ ոնց որ կեժանացնի են ինչ անում եմ ու համ էլ այն մարդիկ ովքեր նայել են, հավանել են, իրանց է կարա զզվացնի էլի, որ չդառնամ էլի ռեկլամնի կանվերտ տենց ինչ-որ։ Այսինքն ռեկլամ ուզում ես անես, բայց քիչ ու այն ընկերությունների հետ, որ դու ես ուզում։ Հա, քիչ այն ընկերությունների հետ, որոնց հետ ես եմ ուզում եւ նորմալ գումարով, որովհետեւ այդ աշխատանքն էլ որ արվում է, մենակ ես չեմ աշխատում դրա վրա, ես ինձ չեմ կարա թույլ տամ կոմերցիոն գովազդ անեմ, բանը, այդ քիչ փողը վերցնեմ ինձ այն մնացած որ գործենամ ասեմ, դե ապրեք հաջողցես։ Գնաս մոտիվացնես, ասես շատ լավ նպատակի համար եք աշխատում։ Հա։ Մենք մի ընտանիք ենք։ Կորպորատիվն է բոնուսներ կստանա։ Մենք մի ընտանիք ենք, բայց պապան փող չունի։ Տենց, հա, հա, լիքը առաջարկներ մերժում եմ, համ ուրիշ տեսակի առաջարկներ կան, ոչ գովազդային, օրինակ, որպես դերասան հրավիրում են խաղալու, էդ էլ ես քանի որ նպատակ ունեմ ինքս իմ պրոյեկտը անեմ, համ էլ ես որպես ռեժիսոր էլի իմ բանը ունեմ։ Ահա։ Vision-ը ինչ ես։ Հա, էլի։ Դրա համար այս պահին տենց շատ առաջարկներ չեմ ընդունում էլ։ Հասկացա։ Տենց ես անհամբեր սպասում եմ Լիպարետի սերիալին։ Հա, կլինի ինձ թվում է ու հələ մտածում եմ էլի հավես բաներ կուզեմ անեմ։ Չեմ ուզում էլի ոնց որ եթե անեմ ուզում եմ ներդրվեմ անեմ նորմալ։ Բայց այդ բանը այդ աղջիկը այդ որ հանդիպում են անուն ինչ էր։ Կերպարյանն է, Սիրուշիկ։ Սիրուշիկը։ Այդ Սիրուշիկի այդ էպիզոդները, հա, այդպես ոնց որ նորմալ դոկումենտալ եղներ, էլի, այդ երևի քո հենց բեքգրաունդն է օգնե որ տենց նկարես։ Հա, որտեղ տարբեր տեղերում ամեն մեկ իր կարծիքները ասում է դոկումենտալների նման իրար հետ ինչ որ տեղ էին գնում շատ բաներ էլի տենց բնական է որտեղ կոմենտները նայում էին մարդիկ կային որ չեն հասկացել որ նա օրինակ քոն առաջի վիդեոները սկզբի որ սկսեցին լավ տարածվեն թե գիտես ես քեզ շուտ մանից եմ հետևում են որ սկսեց տարածվի հատկապես TikTok-ում մարդիկ change-ը որ իսկական չի հա
որ խաղա էլի, իրաց թվում էր տենց իրական կերպարներ են, H1-ը իրանց մասին ռեպորտաժ նկարել, որտեղ շատ էր նման ռեպորտաժ էլի, հենց դոկումենտալ, այդ հատուկ է երևի արվի։ Դե հա, հատուկ արած իհարկե։ Բայց շատ խնդալու է, որ մարդիկ գիտեն իսկական է։ Այտենց բանը вообще չեմ ուզում համեմատվեմ, չեմ եկար ինչքան ուզեմ, բայց Orson Welles-ն է տենց մի հատ բան արել ռադիոյով, հայտարարություն է տարածել, որ այլ մոլորակայիններին հարձակվում ու սաղ Ամերիկան խառնել է իրար։ Այդ այլ մոլորակայինից վիզիոն մի քիչ այդ բանով նման էր, էլի լիքը մարդ գրել էր։ Լիքը մարդ մտածել էր, որ իրական ռեպորտաժ։ Հա, նստած սպասում են, որ այդ ինչ որ բան պետք է դրա մասին ասի, բայց վավ լիպե չեն իմանում։ Բայց գիտես, չէ, դրա հիմա վրա են բանեն Տոմ Կրուզի ոնց է այդ կինո Վայնա Միրով կինոն նկարը։ Հա։ Հա։ Չէ, չգիտեի։ Բայց հենց այդ ռադիոյի հաղորդագրությունից ոգեշնչված են այդ կինոն նկարը։ Չգիտեի։ Այդ էլ հետաքրքիր կինո է։ Ասես սերիալները շատ նայում, ինչ ես նայում հիմա։ Այս պահին ոչ մի բան, որովհետև գործերը շատ է։ Լիքը մոնտաժներ ունեմ անել, ոնց լիքը գործեր ունեմ։ Ինչեր եմ նայել։ Ես ընդհանրապես սիրում եմ post-apocalypsis թեման ու բան տիեզերքի մասին ինչ որ բաներ, ինչը կատարվում է փակ տարածքներում, sense ճնշող բան դուրս գալիս է, չգիտեմ։ Բունկեր եմ նայել օրինակ, լավ, որ հավանել եմ շատ։ Դա չէ՞ Police Selo չէ՞ անունը։ Հա։ Հա, այդ ինձ դու եկավ շատ։ Ռաստիլենյան եմ նայել, որ դուրս շատ ակ է, սպասում եմ էլի Apple-ի։ Ռաստիլենյան։ Հա։ Որտեր։ Այն որ Office է, հա։ Շատ ուժեղ էր։ Հա, դե Walking Dead-ի ֆանատ եմ։ Տենց post-apocalyptic բաներ եմ սիրում։ Դե ուրեմն ես թազա սերիալն է հաստատ կսիրես։ Որ ասում է Pearlibus-ը։ Որտեղ ինքն էլ է post-apocalypse-ը։ Հա։ Հա։ Ну, կարաս ասես, հա, որ apocalypse-ը պրինցիպի։ Հա, կնայեմ, որ պատկերացնես այդ ժանրի ինչքան այն ասենք ամենավերջի թռեշ բան նայել եմ, այն որ էլ չկա այլ բան երևի որ չեմ նայել։ Հա։ Post-apocalypse-ից մեկ է տիեզերական թեմաներով։ Ես բանն եմ սիրում այդ post-apocalypse-ի այդ որ դա մեզ որ իրոք լավ է նկարած այդ Brad Pitt-ի World War Z-ը զոմբիների Կինոն։ Հա։ Չես տեսել։ Տեսել եմ ոնց որ այն որ սենց լիքն են շատ զոմբիները։ Հա, տեսել եմ։ Ինքն է բանը Մակի աշխատողը նախկինը։ Հա։ Վայնի, բայց։ Հա, տեսել եմ, հիշեցի։ Ուղղակի ինձ ավելի դուր է գալիս բանը, այդ դանդաղաշար զոմբիներ, այդ Walking Dead-ի մեջ ոնց կան։ Ոչ թե ինչ որ սուպեր սպաս բաներով զոմբիներ։ Ու համը տենց սերիալներ եմ սիրում, համը տենց խաղեր եմ սիրում կոմպի։ Իսկ այն բան Amazon-ի սերիալը նայել ես, որ խաղի հիման վրա էին նկարել։ Որը։ Սպաս ինչ էր։ Այնքան շատ եմ նայել։ Հեսա կասեմ։ Խաղի վրա Last of Us-ը։ Last of Us-ը, հա։ Հա։ Լավն էր։ Սերիալը թե խաղը։ Սերիալը։ Չէ, Last of Us-ը չէ, բանը Fallout-ը։ Հա, նայել եմ, լավն է, դուրս եկել է, հավես։ Լավ տենց հումորային բանով էր, ինձ դուր եկավ։ Last of Us-ը ես նայեցի, առաջի սեզոնն եմ նայել, բայց երկրորդը չեմ նայել, երկրորդը ոնց է։ Թե չես նայել։ Չեմ նայել, որ խաղամ սփոյլ չլինեմ։ Հա։ Հա, հիմա իրոք շատ լավ սերիալներ են դուրս գալի։ Հա, դե արդեն ցավոք սրտի կինոն մի քիչ բանը հետին պլանա մղվել։ Ես մի բանն եմ նայում։ Այդ շատ ցավալի թեմա է, էլի։ Stranger Things-ը։ Ես էլ եմ նայել, բայց կիսատ եմ թողել, բայց որ ասեմ շատ հավանում եմ, սուտ կլինի։ Очень странные дела։ Հայերեն ասած մուխանատ բան։ Հա։ Գիովական։ Stranger Things։
Ես որ ասեմ շատ հավանում եմ սուտ կլինի։ Չեմ ջոգում խիա ինքը տենց հայտնի էլի։ Պոպուլյար Հա։ տենց։ Չեմ կամ ջոգեմ։ Որովհետև լիքը բաներ եմ նայել, որ ասենք տենց այդ կարգի բաներ են էլի։ Դե ինձ թվում է բան այն, օրինակ հիմա գիտես ինչն է շատ մոդա ու այդ շատ հասկացվում։ Միլենիալները մեր սերունդը շատ հիմա նոստալգիկ տրամադրություններ ունի 80-ականներ, 90-ականներ, 2000-ականներ վիդեոները քեզ ապացուցի։ Էլի կովիդյոնը, ասինքն մենք հիմա տենց շատ հավեսով նայում ենք մեր սերունդը, դաժե մեր սերունդից մի քիչ ավելի մեծ։ Այդ մինչև սոցցանցերի, ինտերնետի տարածումը, այն անալոգ աշխարհը մեզ քաշում է, որտեվ այնտեղ ինչ որ ջերմություն կար, որը այսօրվա աշխարհում մենք կարողա չենք զգում։ Հա, այտենց է իրոք։ Նոստալգիայի վրա այսօր ամեն ինչը լավ է աշխատում։ Ну, եթե նորմալ արած է, էլի։ Ուղղակի կոնկրետ այդ սերիալը մի վրա այդ պահը չի աշխատում, չգիտեմ։ Բայց այդ ինչ ասեցիր, հա, ես էլ ունեմ այտենց կարող է սերիալը պետք է Հայաստան պոպուլյար չլիներ։ Այդ հա, խի, որտեվ ոնց է օրինակ բաներ կա, որ գիրովական պետք է մի քիչ ապրես, որ ջոգես, որ ոդկասթի սկզբում խոսացինք։ Հենց այդ բաներ կա, այդ ֆիլմը պետք է տենց Ամերիկա դեպրոց գնաց հետ լինես, որ ջոգես։ Օրինակ ինչ է։ Դե հիմա ասած չեմ հիշի, ընդհանուր վայբը տենց է էլի։ Չնայած հոլիվուդյան ֆիլմեր կա, որ պրինցիպի պետք է Հայաստանում սովետական, պոստսովետական երկրներն պոպուլյար չլինի, բայց պոպուլյար են։ Հա։ Ուղղակի այնքան ենք մենք արդեն նայել այդ մշակույթը արդեն իսկ թվում է շատ լավ գիտենք, օրինակ, որ մենք ոչ թե մշակույթը գիտենք, այլ մշակույթի սիմուլյացիան լավ գիտենք։ Հա, էլի, այն ինչ ցույց են տվել, մենք այդ ոնց որ լավ գիտենք, դրա համար պարզ է մեզ էլի, որ դե դպրոցներում կարա հա տենց լինի։ Դեղին ավտոբուսներ։ Դեղին ավտոբուս, սենց յաշի բանը, շկաֆչիկներ սիրում։ Պարոլ։ Հա։ Ու միշտ դե հանդիպում են այդ, ասենք, սիրող զույգերը։ Ու բուլին։ Հա, ու դե, հա, ճիշտ է, այդ երկու բանն անում են յաշիկներին։ Իրար պատճում են, մեկին խփում։ Հա, կոնկրետ այդ երկու բանը սաղ կինոներում կա։ Բայց հետաքրքիր է, չէ՞ որ բաներ կա կինո տարբերվում կա, բայց միշտ չի որ խորանում ես, բայց այդ որ տնում ես ծանոթայինք քեզ ու անգամ դուր է գալիս։ Հա։ Սպասելի է լավ։ Սպասում ես դու դրան ինչ որտեղ է։ Օրինակ ասում եթե ֆիլմի ինչ որ կադրում ինչ որ բան տես ցույց են տալու, օրինակ զենք երևաց ու դրա վրա ֆոկուսը պահվեց մի քանի վայրկյան, ուրեմն նշանակում անպայման այդ զենքը ինչ որ միտեղ օգտագործվելու է։ Հա։ Հա, այդ բանն է, էլի, եթե հրացանք է կախած, այդ է ներկայացումներին է վերաբերում։ Ու այդ ընդհանրապես դրամատուրգիայի բաներից է, էլի, կանոններից է, եթե այտենց չանես, նայողը կասի յանի են ինչ էր, էլի։ Ախի դրեցի։ Հա, անիմաստ հարցեր կառաջանա մեջ, այդ պատմությունից կշեղվես, դուրը չի գա այդ։ Ասինքն ոչ մի ավել բան չպետք է մտցնես կադրի մեջ, որը հետո չի օգտագործվելու։ Կարաս մտցնես, եթե դա նպատակ ունի։ Չէ, չնայած եթե նպատակ ունի, ավել չի արդեն։ Հա։ Հա, բայց ավել բան ինչի մաս ցույց տաս, եթե դա քո պատմությանը չի ծառայում։ Ինչ իմաստ ունի։ Դե սոնակ տեսել եմ, որ խառը ավելնորդ բաներ են դնում կադրի մեջ, հատկապես ինչ որ ցածրորակ սերիալների կամ Instagram-ի ռիլերի, որով նմանացած է ինչ որ մի բանի, բայց աննպատակ է, պրոստը դե ուտաֆրի է էլի։ Հա։ Դե նա եթե չի ծառայում կերպարին, կերպարի բնավորությանը, եթե չի ծառայում պատմությանը, ուրեմն լավ չեն արել զուտ, էլի, չեն ջոգել։ Իսկ հայկականներից ինչ ես նայ, ինչն է դու պետք է հայկական մեդիայից։ Դե հայկականից Արիի վիդեոներն էի նայում մինչև ընդ աշխատել է, հմիել եմ նայում, բայց արդեն գործի բերումով։ Սերիալներից նայում եմ կինոդարանի սերիալները, բայց նայում եմ ոչ թե հաճույքի համար, այլ ուզում եմ տենամ ինչա կատարվում։ Դուրս գալիս են։
նայած ինչ իմաստով։ Օրինակ իհարկե այն մնացած բաների համեմատ շատ է դուրս գալի, եթե տենց աշկով նայենք էլի։ Ինչ որ առումներով դուրս չի գալիս, բայց ես որպես բան էլի ելնելով այդ ոլորտի ոնց որ մասնագետ ասեմ, ինչ ասեմ, զգում եմ, որ եթե օրինակ ես ելնեի դրա իրականացնողը, կարող այդքան է չկարենայի սկի անել այդ պայմաններում։ Հիմնական ոնց որ պատմությունները մի տեսակ տոլի արագ է զարգանում, տոլի մի բան սենց մի տեսակ կիսատության զգացողություն եմ ունենում, որ նայում եմ, բայց ես հասկանում եմ էլի այդ խիա տենց ոնց որ։ Ինձ թվում է այդ ճանապարհը, որ պետք է անցնվի ու լավ կլինի էլի։ Կարևորը տեն մեզ որ ցանկությունը կա, ջանքը կա, մարդիկ կոնկրետ սիրով վիզ դրած արել են էլի։ Այդ շատ կարևոր է։ Ոնց որ այդ ցույց է տալիս, որ այս մարդիկ աշխատում են, այսօր սենց է ստացվել լիքը պատճառներով։ Էգուց այդ պատճառները երբ որ վերանան, իսկ այդ պատճառները ինձ թվում է կվերանան։ Արդեն կստացվի այն ինչ որ պետք է ամենահավանածը սերիալը կարամ ասեմ որն է կինոդարանի, որը 84-ի ամառը կարծեմ, որտեղ Լևոն Հարությունյանն է խաղում ու այն մի դերասանյանը ցավոք չեմ հիշի։ Այդ դուրս եկել է, որովհետև ինքը տենց ավելի մինիմալիստական բան էր, պատմությունն է նորմալ գնում էր, ես այդ զգացողությունը չունեի, որ արագը, որ կիսատ է։ Գիտես ոնց որ սերիալները օրինակ նույն ամերիկյան բան իրանք քանի որ շատ ունեն բյուջե, ժամանակ, հնարավորություն, ավելի խորը կարան էլի փորձ ունեն ամենակարևորը էլի, ավելի խորը կարան կերպարի բացեն, զարգացնեն։ Ոնց որ մինչև զարգացնելը դաժե, դու կարող ես իր մասին առաջ սերիայում այնքան բան իմանաս, որ վсё արդեն դու գիտես ինքը ով է էլի։ Մի խոսքով էլի, բայց ես հավատում եմ, որ լավ կլինի կոնկրետ կինոդարանի դեպքում, որովհետև տենում են, որ մարդիկ ինչքան ուժ ունեն, ներդրվել են էլի։ Հասկացա։ Տենց բան էր, ունի ֆակտ, որ ես կարայի ավելի լավ անեմ, էլի։ Այդ իմաստով չեմ ասում, էլի, իբր թե ես ինչ են արել, ես ավելի լավ կանեմ։ Ես բանը մի շոնդե լայվ համեր գարեց, Ամերիկա, լայվ բենդով, լոկալ Լոս Անջելեսյան արտիստները հետ ու շատ հետաքրքիր համերգ ստացվեց։ Տենց ռոք, ջազ, հիփ-հոփ իրար հետ խառնած, շատ կայֆ էր։ Ես բանը Միշոյի հետ այդ բեքսթեյջ ինտերվյուն արեցինք ու տենց հետաքրքիր հիմա արդեն վերջնական տարբերակը, որտեղ համ ինտերվյունը, համ բեքսթեյջի փորձերն է, համ հիմնական համերգը արդեն կա կինոդարանում, ոնց որ ես էլ եմ ընդ հայտնվել։ Արդեն կա։ Հա, արդեն հասանելի է վերջնական տարբերակով, որտեղ առաջ տարբերակը, որ լայվ գնաց, այնտեղ ձայնի հետ խնդիր կար, հետո ձայնը ֆիքսեցին ահագին մարդ նայեց, հիմա արդեն վերջնական edit հարած տարբերակն է, որտեղ համ backstage-ը կա, համ իմ ու Միշոյի խոսակցությունը, համ է վերջնական համերգը, որը տենց շատ ես այնտեղ էի համերգի ժամանակ շատ լավ անցավ։ Դե լավ է։ Այդ Գնայեմ։ Հա, Լոս Անջելեսն է հետաքրքիր vibe ունես։ Այս տարվա մեջ արդեն 2 անգամ գնացել եմ։ Հենց հետաքրքիր տեղ է։ Չգիտեմ, համ հայկական լիքը բան կա, համ է շոտկի Ամերիկա է, էլի։ Չեմ եղել, բան չասի։ Գնա անպայման։
Հա, որ հնարավորությունը լինի կուզեմ հենց կոնկրետ ամերիկան տենամ։ Հետաքրքիր անդե այդ ստուդիաներն է որ գնացի ոնց են այդ ֆիլմերը նկարում այդ ամեն ինչ այդ ֆիլմ նկարելու process-ը սարքել են ատրակցիոն։ Հա։ Նրանք ամերիկացիների նման ոչ մեկ չի կարող մոնետիզացնել այն ինչ որ իրանք անում են։ Ամեն ինչից կարողանում են շոու սարքեն, ատրակցիոն սարքեն ու փող աշխատեն։ Հետո այդ փողը ներդնում են որ ավելի մեծ սարքեն, sense իրանց մոտ այդ ոնց ասեմ, այդ մտածելակերպը շատ ուժեղ է դրած էլի։ Հա։ Դե կինոն կարելի ասել այդ նպատակով է ստեղծվել է փող աշխատելու։ Դե հա ինքը նոր տեխնոլոգիա էր։ Հա, հետո է արվեստ դառը էլի։ Ոնց որ ասենք Չապլինի ու մի ուրիշ նման տենց արվեստագետների շնորհիվ արվեստա դառը։ Դե հա հիմա բայց կինոները աննորմալ բյուջեներ են էլի մեկ հավաքում միլիարդից ավել։ Նկատի ունես որ նկարում են թե կասան։ Կասան։ Հա։ Չնայած ֆիլմեր կան, որ մինչև կես միլիարդ բյուջե ունեն նկարելու։ Օրինակ, չգիտեմ, տարիներ է տևում մինչև նկարում։ Դե հա։ Որ նայում ես ինչքան մարդ այդ մի ֆիլմի վրա աշխատում, տանում ես ինչ աննորմալ ինդուստրիա է։ Ահա ջոգում ես կես միլիարդ փող են աշխատում այդ կինոն կարող է մարդ։ Կես միլիարդ փող ծախսես։ Ես դաժե չեմ պատկերացնում կես միլիարդը ինչ է։ Դե ասում եք, նեն չի որ ես պատկերացնում եմ, բայց լջոգ էլի տենց 300-400 միլիոն դոլար փող ես ծախսում այդ ֆիլմի վրա, ու այդ ֆիլմը տենց չեն նայում։ Հա։ Տենց դեպքեր շատ է։ Հա, դե շատ է։ Կամ հակառակը տենց 30-40 միլիոն դոլարանոց կինոն լուրջ հիթ է դառնում։ Դե բիզնես է, ինձ թվում է ոնց որ լյուբոյ բան կարաս տակ տասելի։ Հա։ Ու շատ բարդ բիզնես է, էլի։ Հա, ես գիտես տարբեր տեսակի բիզնեսների մեջ եմ եղել, բայց իմ կարծիքով ամենաբարդ բիզնեսը մեդիայի մայից։ Հա, շատ, որտեվ շատ, ասինքն մի բան անում ես, մինչև edit ես անում, վերջնական product ես ունենում, սա միջավայրը կարա փոխվի։ հա, ու այդ ոչ մեկի պետք չէ, էլի։ Հա, հա, նետ չի որ օրինակ հացը թխում ես գիշերը, առավոտը տենց մեզ բոլորը տենց որոշել են լաց շուտ են չիլնում տենց։ Բայց մեզի մեջ տենց լինում է որ ինչ որ մի բան անում ես, հա, ու մինչև վերջանում ես, դա արդեն ակտուալ չի, որտեվ լիքը բան է փոխվել այդ ընթացքում հասարակություն։ Օրերի ընթացքում կարող շատ բաներ փոխվի։ օրինակ, ասենք պատկերացրա, մինչև այս վիդեոդ գցելը ես ինչ որ ապուշ բան անեմ, cancel անեն ինձ խոսք։ Դե դրա համար մենք արանք շատ չենք պահում։ Որ չհասցնեն cancel անեն բերին։ Չէ, Հայաստանում այդ cancel culture-ը դեռ չի էլ մտել։ Ամերիկան Չէ, դե ոնց չէ, ստե մարդուն հանում են գցում բան, այնպես խայտարակեն ամի այդ կարճ։ Չնայած հա։ Ստե շատ ժոստկի կա այդ, ոնց չէ։ Նա էստե հետն է շատ ուժեղ Հայաստան բան կա, ինքնացենզուրա։ Հա։ Օրինակ ես տարբեր արտիստների, չգիտեմ, կոմիկների հետ խոսում եմ, օրինակ թեմաներ կա որ պրոստը չեն խոսում։ Ուզում եմ վախենալու չեն խոսում, որովհետև կտոր կանեն։ Վախենալու է շատ։ Հա։ Թեմաներ կա որ դու չես կպնում։ Ես։ Հա, հատուկ։ Այնքան։ Օրինակ։ Շատ, չգիտեմ, լիքը բան կա որ ես կարամ մտածեմ ու չասեմ, այս պահին գոնե թե։ Ոչ պոպուլյար մտքեր էլի։ Ամեն ինչի մասին։ Հետաքրքիր է։ Դե մի բան ասա cancel անենք քեզ։ Չէ։ Մի քիչ ուրախանամ նորեն։ Հա, բայց այդ շատ հետաքրքիր է, էլի որ այդ միշտ խոսելը, արտահայտվելը իր մեջ ռիսկ է պարունակում։ Հա։ Որ կարաս մի նիտո բան ասես, որը շատ քանակությամբ մարդկանց դուրս չի գա։ Հա։ Դե հա։ Ու բան է արել, որ այդ վիդեոներից նոր տարածվել են, տենց story է արել, որ բարևիմ նոր հետևորդներին, բայց զգուշացնում եմ, որ ձեզ կարա մեր ուրբաթները դուրս չգա էլ։ Հələ չեմ հասել ուրբաթ օրերին։ Հա։ Բայց կարող է հասնեմ էլի տենանք։ Գիտես ինչա, այդ
այդ բաները որ չի խոսվում շատ ժամանակ այնց բաներ ա որ իրանք པարզ բաներ են աշխան վաղուց ընդունված բան, բայց ստե դժվար է էլի։ Օրինակ Լուպոյ բան արեք, ասենք սկսած ծնող երեխա հարաբերություններից, սկսած տարբեր խտրականությունների մասին խոսալուց, հազար ու մի բան, որ շատ դժվար է էլի մարսում մեր ժողովուրդը։ Օրինակ ես հիշում եմ, որ կանանց խտրականության դեմ տենց մարդիկ պայքարում էին, ռոցի լավ բան են անում, էլի որ պետք չի կնկատ տպես։ Արա մարդիկ ասում էին բանը, տենց մեր տրադիցիոն ընտանիքները ոչնչացնում եք։ Հա։ Բայց ասում են բիծեցի կնոջ դելի, տենց լավ բան չի։ Ինչ կապ ունի այդ տրադիցիոն ընտանիքի հետ։ Էդ է էլի, մարդիկ շատ վաղ չեն խորանում, այսինքն լսում են ինչ-որ բան, որ իրանց դուր չի գալիս, ու վсё։ Ասենք լիքը տես բաներ եմ հանդիպում, որ ինչ-որ վիդեո ա գցած, օրինակ, ու այդ մարդուն ասենք չեն սիրում, կամ չգիտեմ, տակը լիքը քֆուր, քյաֆար բան, մտնում ես վիդեոն, լրիվ ուրիշ բանի մասին ա, էլի։ Այսինքն բան են ա, չեն խորանում էլի մարդիկ նուսոց կայքերում։ Հա դե եթե նստած TikTok ես նայում, TikTok-ի մեջ խորանալը որս է էլի։ Մարդ նստած տենց սկրոլ անում էլի տենց այդ մի րոպեվա ընթացքում 40 հատ վիդեո կարող է նայել, մի բան տնա դուրը երկու բառ լսի, դուրը չկա, մտնի մի բան գրի էլի։ Բան չասի։ Ասենք ին վիդեոների տակ այնպես բաներ են գրում, image-ն է էլի, ասենք։ Ու ես զգում եմ, որ այդ մարդը որ գրել է, չի պատկերացրել, որ դա գրում է այն մարդու էջում, ով այդ վիդեոն նկարել է։ Կամ հակառակը, օրինակ, չգիտեմ, երբ որ Ազատություն TV-ի տակ մեկը վարչապետի հետ շփվում է։ Հա, կամ տենց։ Այդ իրական շատ ցավալի թեմա է։ Դե երբ գալիս է տենց շատ ցածր մեդիա գրագիտության։ Չնայած ես ինչ օրինակ առանձնացնում են, չէ՞, մեդիա գրագիտություն։ Բայց օրինակ ընդհանուր կրթվածությունը ես չէի առանձնացնի մեդիա գրագիտությունից։ Սովորաբար կրթված մարդը մեդիայից էլ է կարող նորմալ օգտվել։ Ոնց որ ֆայմ է ունենաս, հերիք է կրթված է չլնես, ֆայմ ունենաս։ Դե ֆայմը շատ անգամ կրթվածության արդյունք է։ Հա, էլի, դե եսի։ Բան թեմա է, դաժան թեմա է, էլի։ Բայց նորմալ է, ոնց որ ես լավատեսորն եմ տրամադրված։ Քիչ լավ կլինի։ Փոխվում է, իրական տարբեր նիշաներ է առաջանում, ամեն նիշան իր աուդիտորիան է ունենում։ Այսինքն շատ քիչ է ալնում, որ այտենց կոմոդ կարա պատահական մարդ հայտնի։ Եթե հա շատ viral գնաս, այդ ռուսերեն ասած վիրուսն շատ տարածվի, հա կարան ինչ-որ պատահական մարդիկ հայտնվում է, բայց հիմնականում արդեն ամեն մեկ իր նիշան է գտնում։ Ու իր նիշան հանգիստ ապրում, ստեղծագործում են, բայց դա բերում է նրան, որ առաջվա նման տենց տելևիզորից մի հոգի չի խոսում, էլի։ Օրինակ, այն ինչ որ դու ես նայում, ես եմ նայում, կարա կատեգորիկ իրարից տարբեր է։ Անկամ հայկական կոնտենտ, օրինակ, չգիտեմ, եղել է մարդկանց են ցույց տվել, որ 300-400 հազար հետևորդ են ունեցել, ու իսկական այդ մարդու գոյության մասին ես չեմ իմացել։ Հա, տենց իմ հետ է։ Որ հայտնի սերիալի դերասան է, որ պարզ այդ սերիալը օրինակ ես չեմ նայում, բայց Հայաստանում ինչքան մինչև 18 տարեկան երեխա կա, սաղ նայում։ Հա։ Հա, տենց ես էլ եմ հանդիպել, տենց դերասաններ կամ բլոգերներ, որ նայում ես լիքը հետևորդ ունի, բայց առաջի անգամ եմ ես տենում։ Հա, ու ոնց որ շատ է մեդիա դաշտը առանձնացել, օրինակ այսօր տես քո վիդեոն 1 միլիոն հոգի մարդ է, հա, բայց կարա, բայց լիքը մարդ շատ մարդիկ քեզ չգիտեն։ Հա։ Նույն ձև օրինակ չգիտեմ, ես էպիզոդներ ունեմ, որ 300,000-ից ավել դիտում ունեցել, ռիլեր կան, որ միլիոնից ավել դիտում ա եղել, ու ես էս 5 տարուց ավել անում եմ, բայց մեկը
շատ մարդ, ինչ չգիտի, ոնց որ օրինակ ախորպես ոդքասթում է պատմում դրա մասին, ոնց որ օրինակ գիտեն Արամեն Պետրին կամ Գարիկին, կամ չգիտեմ Սոնային, կամ Իվետային, կամ Միշոին, իրանք ոնց որ հայտնիներն են էլի, որ բոլորը գիտեն։ Մենք մի քիչ ուրիշ ձևաներ ենք, մենք այդպես նիշաներ ունենք, ու այդ նիշամ հանգիստ ապրում ենք։ Ու Միչայլոց ոնց որ գիտես, մեկ էլ ինչ եմ նկատել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, որ ոնց որ մեր տարիքային մարդիկ, մոտավոր իմ քու, տենց մեր մեջ կա տարբերություն տարիքային, բայց ինձ թվում է տենց շատ չի էլի։ Որ մենք նոր ոնց որ տենց սերնդափոխության նման մի բան է սկսել։ Ու այդ մարդիկ ու ոնց որ մեր տարիքի մարդիկ են սկսել անել այդ փոփոխությունը, ասեմ, ինչ ասեմ, թե տենց է պտիլներ, չգիտեմ։ Ոնց որ մի քիչ ուշ չենք սկսել ինչ որ այդ փոփոխություններ անել, թե տենց է պտիլներ, ինչ ես մտածում։ Երևի տենց է պտիլներ էլ սովորաբար մարդիկ տենց օրինակ, տես մենք են ինչ որ հայտնի բիզնեսմենների կամ աստղերի պատմություններ գիտենք, որ 18-19 կամ չգիտեմ 22 տարեկան հայտնի են դառել կամ բիզնես են ստեղծել, բայց երբ որ ստատիստիկա նայում ես, հիմնական փոփոխություն կամ բիզնեսներ ստեղծող մարդիկ 30-անց են, շատ անգամ դաժե 40-անց։ Հա։ Այսինքն շատ բաներ կա, դու 30-ից հետո նոր սկսում ես գիտակցես ու նկատես։ Այդ հաստատ։ Ու այդ գիտակցելուց նկատելուց հետո ինչ որ ճանապարհ անցնելուց հետո դա օգնում է քեզ ստեղծես ինչ որ բաներ, որը կարող բերի փոփոխության հասարակությունում կամ քո շրջապատում կամ քո ինքդ քեզ փոխես։ Հա։ Միշտ չի որ պետքա տենց շրջապատը փոխես, շատ անգամ պետքա որ ինքդ քո վրա աշխատես, բայց բաներ կա 30-ից հետո նոր սկսում ես գիտակցես։ Ու ինչքան է դա քեզ ասեն, դու դա միջև ճանապարհը չանցնես չես հասկանում։ Ես այդ միշտ երեխա ունենալ օրինակով եմ բերում, որ հա ինչքան ընկերներս ասում են երեխա ունենաս, դա վերջն է, չգիտեմ, ես ինչա ասում եմ, հա դե հա օքեյ հասկացանք, բայց չի հասկանում։ Մինչև ես չունեցա էլի, ու շատ բաներ տենց է, պետք է անես, անցնես, ընկնես, թափտաս քեզ նորից անես, որ հասկանաս։ Բանով չէ, էլի նստել մտածելով կամ նստել բողոքելով չի։ Հա, անելով է։ Ու օրինակ հիմա ես նոր տարվա առաջի էպիզոդն է, ես կուզեի շատ դրա մասին խոսեմ, որ այս տարի եկեք փորձենք իրոք անենք, նորը սկսենք անենք կամ այն ինչ որ սկսել ենք կիսատ չթողենք։ Հա, Որովհետև շատ անգամ չենք հասնում այն կետին, որ մեր արածի արդյունքը տեսնենք։ Հա, կապ չունի սպորտը, սնունդը, բիզնեսը, կարիերայա, հարաբերությունները, այդ ամեն ինչի համար ժամանակ է պետք։ հա։ Ես էլ այդ խորհուրդ կտամ, որ ով ինչ մտածած ունի ու ինչ պատճառներով չի անում, մանավանդ եթե այդ պատճառը հենց ինքն է, ինքը իրան հաղթահարի ու անի, ինչ որ մտածում է, պետք է փորձի, որ տենա, կլինի այդ թե չի լինի։ Հա։ Ես այդ միշտ ասում եմ, եթե փորձեցիք չստացվեց, դու մեկ եմ երկու հատ ծանոթ եք իմանալ, այդպես մի նեղվեք, որ էսա տենց սաղ կիմանա, որ ձեր մոտ չստացվի։ Ձեր մասին կիմանա, երբ որ ստացվի։ Հա, տենց է։ Մեկ է եթե ավարտին ենք մոտեցել, հա։ Չէ, դեռ մի քիչ խոսանք էլի։ Հա, լավ։ Որ նոր տարվա թեման ասեցի, ասի մի հատ շնորհավոր եմ, բայց դե շնորհավոր է։ Լավ վերջեր։ Չէ, այս տարի օրինակ չգիտեմ, դու գծում ես ինչ ես անելու հաջորդ տարի։ Չէ, տենց։ Չէ։ Չես պլանավորում։ Պլանավորում եմ, բայց թուղթ ու գրիչով չէ, զուտ ինչ որ գլոբալ պլաններ ունեմ, բայց մանրամասների բան չեմ անում, բայց կարող է սկսեմ անել, չգիտեմ։ Գիտես չէ, բան այդ դեկտեմբեր հունվարին ջիմերը, սպորտային ցալերը ամենաշատ աբոնեմենտն են ծախում։ Հա։ Ու դες ստաբիլ ջիմ գնացող եմ, այդ երևում այլ այդ հունվարին լիքը մարդ է գալի, լիքնա ջիմը։ Փետրվարից էլի
Մշտական սաստավն է, Հա, նոր կյանք սկսելու Հա, պապահով։ շատ մարդ նոր տարուն բանը իր Հմ, առաջ նպատակ է դնում, որ օրինակ ես պետք է անեմ, Հա, սկսում են 2 շաբաթ կամ 3 շաբաթ անում են ու թողում են։ Այդ առանց ոչ մեկի մեղադրելու սա ասա տես բաներ արել ենք, բայց հմ, չգիտեմ էլի պետք է անես։ Հա։ Իմ մոտ պլանավորելը գիտես խի չի ստացվում, որովհետև ոնց որ կոպիտ ասած ես մինչև չեմ մտածում ինչ եմ ուզում անեմ, ուր գնա դա, չեմ կարող պլանավորեմ, իսկ ես կամ շատ երկար մտածեմ, էլի, Հմ, երկար մտածեմ, չանեմ, տենց մնա, Իսկ որ չես անում անհանգստացնում ա քեզ։ հա շատ, Օրինակ իմ ստրեսի մեծամասնությունը գալիս է ինչ որ մի բան ուզում եմ անեմ ու չեմ անում։ Այդ անելը կարող է ավելի արագ տևա, հմ, քան չանելու տանջանքը։ հա, ես որ մի բան չեմ անում, ասենք ես այնպես չաշխատասեր մարդ եմ, էլի, բայց միշտ ուզեմ ինչ որ բան անեմ, եթե չեմ անում, այդ շատ վատ է իմ վրա անդրադառնի, կարա ահավոր վատ վիճակի մեջ ընկնեմ բան, Դա իմ մոտ հիմնականում է դա։ պարկեմ շաբաթներով սերիալ նայեմ, բայց այդ լավ վիճակից չի էլի, ոնց որ այնպես չի հաճույքա, Հա, բանը շատ անգամ այն ինչ այդ մեդիան, սերիալ նայելը կամ TikTok-ը, Instagram-ը իրականությունից փախնելու հա, ձևը։ ու ես որ գիտակցում եմ, որ այդ եմ անում հմի, ոնց որ ու սկսում եմ մի հատ այդ դրա համար ինձ մեղադրել ու Հա, սենց, գիտես ինչ եմ ես նկատի, օրինակ, չգիտեմ, Netflix կամ Apple TV, որ միացնում եմ, հմ, դեռ մի անգամից ինձ առաջի էմոցիան գիտես ինչ է։ հմ, Այդպես վատ եմ զգում ինձ։ հմ, Ասես ինչ որ մեղադրական, մեղավոր բան զգացում ոնց որ լինի։ Բայց դա գիտես ինչից է։ Հիմա որ նստում եմ սերիալ նայեմ, իրոք որոշել եմ որ սերիալ նայեմ կամ կինո նայեմ, կամ չգիտեմ, տղուս հետ ինչ որ մուլտիկ ենք նայում կամ Lego ենք հավաքում, ասինքն ընտրել եմ ես այդ որ անեմ։ Բայց առաջ իմ մոտ այդ իրականությունից ու անելուց փախնելու էր հմ, ու կինո նայելը ասոցացվում էր իմ չանելու հետ։ հա, Ու այդ բացասական էմոցիան մինչև հիմա մնացել է։ Ու առաջինը որ միացնում եմ, այդ եմ հիշում որ մի բան չեմ արել, ուզում եմ դրանից փախնեմ կամ վատ իրավիճակ է, ուզում եմ դրանից փախնեմ, դրա համար միացրել եմ էս նայեմ։ հմ, հմ, Այսինքն պահելաձևը իմ փոխվել է, բայց այդ էմոցիա, էմոցիան դեռ մնացել է։ Ու տենց ահագին երկար մտածում եմ, ասում եմ, նոր միացնում եմ, խի եմ սենց հմ, զգում, էլի ինձ վրոցի տենց արժանի եմ այսօր այդ կինոն նայելու։ հա, ես որ տենց ինձ մեղավոր եմ զգում, դրա հակաթույնը բանն է, նույն չպլանավորելը կամ բանը, ոնց որ հասկացել եմ, որ կյանքը կարող է ամեն պահ այնպես փոխվի, որ մտքովդ չէր անցնի, էլի, Հա, դրա համար ոնց գնում է, էլի, ինչ որ հա բաներ պլանավորում եմ, ինչ որ ասում եմ, օքեյ, բերես սերիալ այսօր չնայեմ, տեղը էս անեմ կամ սենց բան, բայց մեկա կյանքը շատ մեծ քաոս է, էլի, ինչքան պլանավորես, կարա вообще լրիվ ուրիշ բան լինի հետը։ այդ բանն է, չէ՞։ Պարազիտ կինոների մեջ որ հերը ասում է ես պլաններ չեմ կազմում, որ եթե չեղնի չնեղվեմ։ Հա, այդ էլ իր այրթիվ է։ Բայց ֆունդամենտալ բաներ կա, որ երևի պետք է անես։ Ну, բոլորս։ Օրինակ ինչը։ Օրինակ քո ֆիզիկական վիճակի մասին հոգ տանելը, Հա, օրինակ ֆինանսական բարձիկ փորձեր ունենալը, օրինակ հարաբերություններդ առողջ պահելը, հա, այս ինչ ասում եմ, ես հակառակը արել եմ։ այդ ֆիզիկական բանը ու ֆինանսական ես էլ եմ հակառակով լրիվ էլի գնում։ Չէ, ես մի կետից հասկացա, որ արդեն նախ բան եմ, չաղ եմ ու աղքատ։ Հա, Տենց չարժե շարունակել։
Չէ, ես է ծխելու օրինակ շատ եմ ծխում, այդ չի ինձ դուր գալի։ Ծխել սիրում եմ, ուղղակի զգում եմ, որ առողջությունս գնաց էլի։ Ֆինանսական բարձիկ էլ, հա, աղքատ եմ, չունեմ, չեմ կարա հլոմնենա։ Ոչ ժամանակ հետ կսարքես, այդ չեմ եք հասկացում։ Աղքատ արվեստագետ եմ։ Ես ծխելը 3 տարուց ավելաթարգել։ Բայց գիտես քանի անգամ եմ փորձել մինչև այդ 5 անգամ թարգելու սկսել եմ, հա։ 5 կամ 4 արդեն լավ չեմ իմացում, այս վերջի անգամը թարգեցի հուսով եմ վերջի անգամն է։ Մեկ ցանկությունը մեկա գալիս է, բայց որ քեզ ստիպում ես չծխես, այդ երկար ժամանակ էլ հետ չի գալիս։ Սկզբում է դաժան, սկզբում շատ դաժան է։ Հա, ես երևի մի անգամ եմ փորձել ու չի ստացվել։ Նորմալ է։ Իրականում այդպես ստատիստիկա կա, որ միջին թարգողը, որ մինչև վերջնական թարգելը 7 անգամ թարգում են ու չի ստացվում։ 7-րդ անգամից նոր միջինում ստացվում է։ Ուղղակի ես սիրում եմ ծխել, էտա շատ մեծ պրոբլեմ է։ Ով չի սիրում։ Օրինակ անգերս մեկ ասմանար բանը մինչև հիմի հիշում եմ, ու ինչ կայֆով էր ծխում։ Ես հիմա ամոթել ասեմ, ռեյրենջում էպիզոդներ կա, որ ես ծխում եմ։ Դե կադրի մեջ երևում է, հա։ Բայց բան չէ, սիգարետ չէ, պլաստմասի անասունություններից, փաֆերից։ Փաֆը այքոս է տապուշություններ էլի։ Դա լրիվ ուրիշ բան է։ Մարդիկ տենց քաղցր համ են քաշում։ Հա, առանց հասկանալու, որ ավելի շատ են իրանց թունավորում, որտեղ այդ փաֆ ու այքոս ծխողները ավելի շատ նիկոտին ու թույն են ստանում, քան սովորական սիգարետը։ Հա ինքը կարող է ավելի մաքուր է, բան այդ խեժի ու այդ ծխի հետ չեմ էլ ծխել տենց բաներ, փորձել եմ, այքոս չեմ է փորձել, փաֆ փորձել եմ, հետո մի պա թութունի անցա, հետո այդ եկա սիգարետ, տենց։ Բայց լավ թեմա չի, ես երևի անցնենք, չէ՞, ես ծխելու թեման։ Դե չգիտեմ, բանը ամեն մեկս է տարբեր կախվածություններ ունենք, ու սովորաբար նոր տարին տարվա սկիզբը այն ժամանակն է, որ բոլորս փորձում ենք ինչ-որ փոփոխություններ բերենք։ Այդ ջիմ գնալու նման։ Հա, ջիմ գնալն է, սիգարետ թարգելն է, չգիտեմ, քաղցր չուտելը, այն ծնողի հետ որ չես շփվել զանգելը։ Հա, ամեն մարդիկ տարբեր նպատակներ են նոր տարում դնում, չգիտեմ, ֆինանսական բարձիկ ստեղծելը, պարքերը փակելը։ հա, Օրինակ, չգիտեմ, անցած տարի ես իմ նախանցած 24 թվին իմ առաջ դրել էի նպատակ, որ պարքերս պիտի փակեմ։ Ասիկ տարբեր է, ամեն մարդ տարբեր։ Իսկ փակեցիր։ Հա, դեկտեմբերի 27-ին բրծա։ Շատ ունեիր, հա։ Հա։ Ես անձնական պարտքեր, օրինակ, շատ հազվադեպ կան։ Բանը, այդ վարկ, մարկ, ես սաղ պարկ է։ Պարկեր ունեմ։ Վարկն էլ է պարկ, այսինքն կապ չունի մարդու ես պարկ, բանկ ես պարկ, թե ինչ-որ ընկերության ես պարկ, պարքը պարկ է, ոնց ուզում ես ձևակ անուն դիր իրան, էլի։ Հա, ու այսինքն ամեն մարդ տարվա սկզբին տարբեր նպատակներ է ունենում ու պետք է ինձ թվում է հասկանանք, որ նենց չէ էլի, որ 10 տարի ծխել ես կամ 10 տարի վարկ ես վերցրել անընդհատ։ Ուրեմն հա պետք է։ Ուրեմն մյուս տարի տես մի անգամից դա ստացվելու է, չէ, դժվար է։ Պետքա ջանք գործադրվի, փորձելու ես չի ստացվելու, պետք է անանես, որ ստացվի։ Ուրիշ ճանապարհ չկա, բայց պետք է հասկանանք, որ մի անգամից չի ելնելու։ Չես կարող մի անգամից անես։ Շատ հազվադեպ դեպքերում է, որ մի անգամից sense ասում ես, այսօրվանից sense առնելու, տենց առնում։ Մենք այդ ստատիստիկան ցույց է տալի, տարվա սկիզբն ինչքան մարդ է փորձում ինչ-որ պահելաձև փոխի, բայց դա իր մոտ չի ստացվում։ Բայց որոշների մոտ ստացվում է։ Պետք է հասկանալ, որ ժամանակ է պետք, եթե մի օր չարեցիր, օքեյ է, նորից փորձի, կապ չունի, դիետա կլինի, սպորտ կլինի, այդ անիմաստ ծախսեր անելը կլինի, կարևորը որոշումն է, էլի, հա, որոշման գաս։ Որոշումը կայացնես ու ոնց ասեմ, այդպես առաջի չստացվելուց չասես, այդ իմը չի էլի։
Օրինակ ինչքան մարդ կա ինչ-որ մի բան փորձել է, չի ստացվի, ասում է այդ իմը չի։ Բայց կարող 2 անգամյանն ստացվեր։ Լավ Հաստատ, պոետ դառնար, լավ ռեժիսոր դառնար, լավ դերասան դառնար, հաստատ։ նոր բիզնես սկսեր։ Հաստատ, ու գիտես ոնց որ ես էլ եմ լիք տենց բաներ փորձել, չի ստացվել, բայց շարունակել եմ անել ու իմ ընկերների մեջ էլ եմ հենց այդ գնահատում, որ իրանք հետ չեն կանգնել, իրանց երազանք ասեմ, նպատակ ասեմ, սաղ կյանք լիքը բաներից հրաժարվել են, որ կարային անեն ու փող աշխատեին կամ, բայց չեն արել ու անընդհատ ոնց որ այդ մի կետին տարբեր կողմերից ուզեցել են խփեն, մինչև այդ քարը ջարդվի, էլի։ Այդ շատ կարևոր է, բայց դա պետք է ինձ թվում է մեջիցդ լինի այդ ցանկությունը լինի, էլի, որ գնաս դեպի այդ անես, թե չէ նենց քեզ ստիպելով մի քիչ չի լինում, չգիտեմ։ Ցանկությունը համար ես տես մարդ չեմ տեսել, որ լավ անելու ցանկություն չունենա։ Հա, Համենայն դեպս իմ շրջապատում։ Բայց մարդկանց թվում է այդ անելու ունակությունը տես ծնված գեներով կամ աստծուց կամ տիեզերքից տված է, չէ, դա անելու ընթացքում է գալի։ Փորձելու չստացվելու արդյունքում է գալի։ Քիչ-քիչ փոքր հաղթանակներից է գալի։ Ինքնավստահությունը տենց է կառուցվում։ Քիչ-քիչ անելով։ Օրինակ ինձ վազքը շատ օգնեց։ Ինչը։ Վազը։ Վազ։ Առավոտ այդ քաչալ մարդ ինձ ասաց առավոտը հել վազի։ Բայց դու արիր։ Արեցի, հա, ու իրական փոխեց, ճիշտ էր ասում։ Ճիշտ էր ասում։ Ես հավատում եմ, որ կփոխի դա այդ լիքը բան, ուղղակի չենք կարմանի։ Ինձ կես տարի տված։ Տենց 3-ից 6 ամսվա ընթացքում ինչ որ փոփոխություններ սկսեց գա։ Ագիտես հարցն է, որ տենց վատ վիճակում ես, ֆինանսական կլինի, հոգեբանական կլինի ու սաղես մոտ տենց փուլը լինում է, որ դու հավատում ես, որ դու ոչ մի բան չես կարող անես։ Սկսում ես դրան հավատաս։ Հա, որ կոմը չի ստացվելու։ հա, շատ է։ Ասա որ ինչքան է լինում, հատկապես եթե, չգիտեմ, ինչ որ կրեատիվ գործի մեջ ես, բիզնեսի մեջ ես, տես փուլ է գալի, որ դու արդեն սկսում ես հավատաս, որ դու ինչի կպնում ես չորանում, որ ընկերս էր ասում, որ մենք զոնցի կարտադրենք, էլ անձրև չի գա։ Բայց ինչ որ մի բան պետք է գտնես, որը քեզ ցույց կտա, որ դու կարաս թեկուզ փոքր հաղթանակներ տանես, կարաս դժվար բաներ անես։ Օրինակ իմ համար վազքներ, ես որ սկսեցի վազը, ես սկսեցի հավատալ, որ ես կարամ անեմ բաներ, որ կարող են դուր չի գալի, հաճելի չի, դժվար է, բայց ես կարամ դա անեմ։ Ու դա ինձ օգնեց, որ նաև տարածվի դա իմ կյանքի մնացած ոլորտների վրա։ Կամ ես պատրաստ էի դրան, չգիտեմ, որին է բերել, բայց ես տենց ասում եմ, որ այդ սպորտը ինձ անայն դեպս օգնեց, որ սկսեմ քիչ-քիչ ինքնավստահություն ձեռք բերեմ։ Ու հավատամ, որ ես կարամ սիստեմատիկ ինչ-որ մի բան անեմ, եթե ուզում եմ անեմ։ Հա։ Իսկ այդ սպորտը վազելը մնում է, չէ՞, Հմիկա։ Իսկ հմի արդեն հաճելի է, թե էլի միշտ է նույն դժվարությունը ոնց որ հաղթահարես։ Նա եմ շաբաթ 4-5 անգամ մեկը վազում եմ։ Հա։ Մի օր 2 օր կայֆ է։ Հա։ Այսինքն, հա։ Բայց դժվարությունը հաղթահարելը ավելի հեշտացել է։ Այն բան կա, այն Bojack Horseman մուլտիկը որ կա։ Հա։ Այդտեղ մի հատ բախ կա, որ ասում է it will get easier, ասինքն ասում է կհեշտանա, բայց պետք է անես ամեն օր։ But you have to do it every day։ Հա, դե վազելու մի հատ տեսարան կար, չէ՞, այն վերջերում։ Շատ տենց ճիշտ է, որ այդ ամեն ինչին կարաս վերագրես։ Եթե սիստեմատիկ անընդհատ դժվար բաներ անես, հա, հեշտանալու է դժվար բաներ անելը։ Ու այդ դժվարությունները հաղթահարելու մեջ բերելու է նրան, որ դու սկսելու ես ինքնավստահություն ձեռք բերես, որը քեզ օգնելու է ել ավելի մեծ խնդիրներ լուծես։ Դե համար երևի հիմնական դժվար կյանք ապրած մարդիկ են, ինչ որ կարում են էլի, ինչ որ բաների։ Մենակ դժվար կյանք չէ, դրա մասին ոդկասթում խոսել ենք, Հուբերմանն էր ասում, այդ Հուբերման ոդկասթն, որ ուղեղի մեջ մի հատ մաս կա, որ երբ որ դու անում ես բարդ բաներ, հա, այդ մասը
որը պատասխանատու է կամքի ուժի համար, ֆիզիկապես մեծանում է։ Հա։ Ու դա մեծ է օրինակ սպորտսմենների մոտ, նիհարած ու նիհար մնացած մարդկանց մոտ, որոշ բիզնեսմենների մոտ, այն մարդկանց, որ անընդհատ դժվար բաներ են անում։ Օրինակ սպորտսմեն է, ցանկացած պրոֆեսիոնալ սպորտսմեն գնա չի որ ամեն առավոտ որ արթնանում ուզում է գնա 6 ժամ պարապի, բայց անում է, որովհետև պետք է անի կամ չգիտեմ ինչ-որ բանկի աշխատող կամ ծրագրավորման ինչ-որ օֆիսի աշխատող նեն չի որ ամեն օր ուզում է գնա գործի, գնում է, բայց ու ամեն օր տեսնում ես մարդկանց, որ ինչքան դժվարություններ են հաղթահարում ամեն օր օրից ու հավատում են, որ կստացվի իրանց մոտ, դա ոգևորում է։ Մատ իրոք, եթե ուշադիր շրջապատիդ նայում ես, տեսնում ես ինչքան ընկերներ, ծանոթներ, հարազատներ ունես, որ լուր կռիվ են տալի։ Հա։ Ու դա ոգևորում է։ Հա։ Կարևոր է, հա, որ դա դու տենաս գնահատես այդ մարդիկ քեզ կամ որ տեսար գնահատեցիր էլի։ Հա դե որտեվ սոցիալական էակ ենք էլի։ Շատ ալնում որ նուրբ բաներ ոնց որ չես նկատում ու շատ ափսոս այդ պահերը։ Հա։ Բայց դա պետք է անես անընդհատ, որ սկսես ավելի լավ դառնաս։ Կարևոր պահ։ Չգիտեմ։ Բայց ինչ հետաքրքիր մյուս տարվա պլաններ ունես։ Ինչի սպասենք քեզնից։ Եսի։ Մտքիդ մեծ մտածած էլի չգրած այդ հասկացանք որ չես գրա։ Դե մտքիս մեջ մտածած գործնական իմաստով էդ է որ կուզեմ այս վիդեոներս ավելի մեծ բան դարձնեմ։ Այտենց այդքանն է հələ որ էլի։ Հա, այս ուղղությունը պահում ես, շարունակում ես, ուզում ես մեծացնել։ Հա, կուզեմ ավելի լուրջ, սա էլ է լուրջ բան, ես լուրջ եմ շատ վերաբերվում։ Լուրջ այն իմաստով, որ կուզեմ այդ աշխարհը հնարավորինի ավելի բացեմ, մեծացնես։ Այդ կերպարներին ավելի բացեմ, պատմությունը ավելի ամբողջական լինի։ Ստեղծագործ եմ էլի, ոնց որ ինձ այդ process-ը շատ է դուրս գալիս ու ուզում եմ անպայման ընկերներիս հնարավորության դեպքում ներգրավեմ, որովհետև տաղանդավոր մարդիկ շատ կան, բայց տենց պետք է միավորվել, սաղով անել, ամենքը իր տաղանդը ցույց տա էլի։ Իսկ քեզ ինչ նավոք է շնչում։ Ընդհանրապես ինձ մարդկանց ուժնավոք է շնչում, երբ որ տենում եմ մարդիկ ինչ ուժեղ կարան լինեն, այդ շատ ավոք է շնչում ինձ։ Ես փառք Աստծո իմ կողքը ունեմ տենց մարդիկ, ու որ տենում եմ իրանք ինչքան ուժեղ կարան լինեն, արդեն ոգեշնչվում եմ շատ դրանից։ Այ կարա շնորհավորես։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Մանավանդ իմ այն սիրելի շատ քիչ մարդիկ ունեն, որ հարազատ են ինձ իրոք, ամեն պահի կողքս են եղել։ Հատկապես այդ մարդկանց եմ շնորհավորում, ուզում եմ, որ իրանց մոտ ամեն ինչ լավը լինի։ Շնորհավոր բոլորիս։ Ուրախ հաջողակ տարի լինի, որտեղ կկարողանանք ինչ-որ մի բան անել։ Շնորհավոր ժողովուրդ։